արդյոք այս փոփոխությունը տեղի կունենա մինչև ընտրությունները եւ խաղաղության պայմանագիրն էլ կստորագրվի մինչև ընտրությունները։ Շնորհակալ եմ հրավերի համար, գիտեք, սահմանադրության մասով իմ տեսակետներում փոփոխություն չկա եւ չի գրանցվել։ Դա եթե դիտարկենք իբրև փորձ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու դիտանկյունից, ապա սա կարելի է ինչ որ առումով նաև փորձ որպես այդպեսին դիտարկել եւ որակավորել, բայց ընդհանուր առմամբ պահանջի մեջ կա լեգիտիմություն։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է արդեն իսկ բազմիցս տարբեր առիթներով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Եվ դրանից հետո Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կա իղձ, փափակ, երազանք, պապերից թողնված կտակ, թե ապագայի նկատմամբ նկրտումներ ապագայի հետ կապված, սա արդեն լուրջ է եւ Ադրբեջանի տեսանկյունից այս հարցը լեգիտիմորեն բարձրացվում եւ թմբկահարվում է ու սրա շուրջ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ նաեւ կա մեր միջազգային գործընկերների կոնսենսուսը։ Պետք չի, որ գործընկերները իրենց դեսպանատների միջոցով ամեն մեկը հատիկ առ հատիկ հայտարարություն տարածի եւ հայտարարի, որ Ադրբեջանի այս տեսակետն ու դիրքորոշումը լեգիտիմ է։ Սա մենք ինքներս պետք է ընդունենք։ Կլինի դա ընտրություններից առաջ, թե կլինի ընտրություններից հետո, ես չեմ կարող ասել, սակայն այն հանգամանքը, որ Արդարադատության նախարար Տիկին Գալյանն արդեն իսկ նշել է նոր սահմանադրության տեքստի մշակման եւ արդեն իսկ մարտ ամսին պատրաստ լինելու մասին, ես կարծում եմ այդ հարցը վերջնականորեն կփակվի։ Չնայած որ մեր սահմանադրական դատարանը որոշում ունի նաեւ այդ մասով կայացրած, ես կարծում եմ Ադրբեջանի այդ պահանջը եւս եթե կուզեք կբավարարվի, այո, որովհետեւ դա պահանջ է, որը իր մեջ պարունակում է լեգիտիմության նշույլներ։ Այդ պահանջը կբավարարի իշխանությունը, իսկ հանրությունը կբավարարի, պարոն Գիտեք, հանրությունը շատ լավ հասկանում է, թե ինչ է իր շուրջ տեղի ունենում, հանրությունը որևէ պարագայում նոր պատերազմի հրձիկ ինքը չի ուզում դառնալ, հանրությունը, եթե ընդունել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարությունն ու որոշումը, ապա վստահաբար սա եւս կընդունի։ Եվ հենց հանրությունն էլ իր քվեարկությամբ սա կփաստի։ Հիմա ովքեր որ հակառակ տեսակետն ունեն, թող այդ դեպքում բացատրեն, ինչա դա նշանակում։ Ինչա նշանակում։ Ուղղակի բացատրությունը տան, թե դա ինչա նշանակում սահմանադրության մեջ հղում կատարել անկախության հռչակագրին եւ խոսել Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու մասին այդ կետի շուրջ։ Թող բացատրեն, տեսնենք, թե դա ինչ առհասարակ իրենից ենթադրում։ Թե մեզ համար բացատրեն, թե հարևանների համար բացատրեն, որպեսզի իրենք էլ իրենց հետագա գործողությունները նաև ըստ այդ բացատրությունների պլանավորեն։ Այն որ պետքա դուրս գա այդ կետը, ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի այդ կարծիքին եմ եւ սրա մասին խոսել եմ այն ժամանակ դեռևս երբ որ մարդիկ այս տեսակետն արտահայտելու համար քարկոծվում էին, թիրախավորվում էին, բայց ճշմարտությունը սրանից իմ արտահայտած մտքերից չի կորում։ Չի կորում այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանին։ Եվ Հայաստանը արդյոք այստեղ եւս լրացուցիչ հարց, արդյոք Հայաստանը ունի լեգիտիմ պահանջներ, որոնց մասին լռում է, որոնց մասին կարող է բարձրաձայնել նույն ջանասիրությամբ ինչ Ալիևը եւ խաղաղության պայմանագրի այդ ստորագրումը պայմանավորել նաեւ դրանով։ Այսինքն օգտվել հնարավորությունից, ինչպես Ալիևյան ռեժիմն է օգտվել։ Խաղաղության պայմանագիրը կամ պայմանագրի ստորագրվելու այսպես սպասումները անգամ սպասումները որևէ պարագայում հայկական կողմը չպիտի տորպեդահարի։ Պատճառներ բազմաթիվ են։ Կան։ Այդ թվում նաև այն պատճառը, այն լեգիտիմ պատճառը, կուռ ամուր պատճառը, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հատվածներ։ Սա պատճառ չի, պատճառ է։ Տորպեդահարենք բանակցությունները եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը վիժեցնենք, ինչ կտա սա մեզ։ Հայաստանի Հանրապետությանը 2020 թվականից հետո օդի ու ջրի պես անհրաժեշտ է ժամանակ։ Ժամանակ եւ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, որը որ հիմա իրականացնում է։
թե արտաքին քաղաքականության ոլորտում է իրականացնում օրվա իշխանությունը, թե պաշտպանության ոլորտում է իրականացնում օրվա իշխանությունը այդ դիվերսիֆիկացիան, որը Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունն է բարձրացնում ավելի։ Դիվերսիֆիկացիա թե տարբեր աթոռների միաժամանակ նստել։ Դիվերսիֆիկացիա ես կասեի, հատկապես պաշտպանական սեկտորում, որովհետև այդ դիվերսիֆիկացիան մենք տեսնում ենք ակնառու է, Հայաստանի Հանրապետության զենքի գնման process-ների մեջ Ռուսաստանի Դաշնությունը առաջնահերթ այլևս դեր չի ստանձնում, այնտեղ կա նոր խաղացող, իդեմս Հնդկաստանի, Եվրամիության առանձին երկրներ են Հայաստանի Հանրապետությանը զենք զինամթերք վաճառում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է հետախուզական դրոններ վաճառում, եւ սա դիվերսիֆիկացիա է, դասական օրինակ է դիվերսիֆիկացիայի։ Այ արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ, բլոկային քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետությունը որ բլոկը կընտրի, այստեղ կարելի է ձեզ հետ համաձայնվել եւ ասել, որ այո, օրվա իշխանությունը փորձում է երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն բանեցնել, բայց վստահեցնում եմ դա երկար չի կարող շարունակվել, երկար թույլ չեն տա մեր իշխանություններին այդ քաղաքականությունը վարել եւ ինչ որ մի պահի Հայաստանի Հանրապետությունը ստիպված կլինի աթոռներից որևէ մեկը ընտրելու կամ Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը կամ ԵԱՏՄ-ն, որտեղ որ մենք այսօր գտնվում ենք եւ շարունակում ենք դեռևս գործունեություն ծավալել։ Ստիպողը արևմուտքից է լինելու թե հյուսիսից։ Ես կարծում եմ երկու կողմից ճնշումը կմեծանա եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ճիշտ որոշում կկայացնեն հենվելով հանրության լայն շերտերի տրամադրությունների եւ պատկերացումների վրա, իսկ այդ պատկերացումներն ու տրամադրությունները առնվազն Եվրաքվե նախաձեռնությունը ցույց է տվել, որ կա եւ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ միասին բոլոր դժվարությունները հաշվի առնելով դեպի Եվրամիություն քայլ կատարել եւ Եվրամիության անդամ տեխնացուի գոնե թե կարգավիճակ ստանալ։ Եվ երկու կողմից էլ այդ ճնշումները կլինեն, այն որ պաշտոնական Մոսկվան անընդհատ փորձում է հիբրիդային պատերազմի գործիքակազմի կիրառմամբ մեր գլխին հարվածել, իսկ Հայաստանի Հանրապետությունում էլ այդպիսի բութ գործիքներ բազմաթիվ կան, դա ակնհայտ է, այն որ եվրոպական երկրները եւս երկար չեն կարող համբերել եւ Հայաստանի Հանրապետությանը տրվող աջակցությունների պատասխանի ի վերջո պահանջելու են, Հայաստանի իշխանություններից սա էլ է փաստ։ Այն որ Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնում է եւ TRIP ներդրումային ծրագրի մաս է դառնում, սա եւս իրավիճակ է փոխում տարածաշրջանում, ի օգուտ Հայաստանի Հանրապետության եւ նաեւ ի օգուտ հավաքական արևմուտքի։ Հիմա ԱՄՆ-ի հետ կոնկրետ համագործակցության մասով, տեսեք, մինչ իշխանականները ԱՄՆ փոխնախագահի այցը եւ դրա շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները ներկայացնում են որպես պատմական եւ Հայաստանի գոյությունը երկար ժամանակով երաշխավորող Քոչարյանականները կամ Ռոբերտ Քոչարյանը նույնը անվանում է այդ ամենը փոթորիկ մեկ բաժակ ջրում, նաեւ ավելի վաղ հայտարարել էր, որ TRIP-ը անվտանգային մեծ սպառնալիք է մեր երկրի համար եւ այդ ծրագրում պետք է ներառել Ռուսաստանի եւ Չինաստանի։ Ես հիմա չեմ ուզում մենք գերագնահատենք, նաև թերագնահատենք այդ ամենը, ուզում եմ օբյեկտիվ գնահատական այդ ամենին։ Այդ դեպքում ամենայն հարգանքով ձեր նկատմամբ, բայց այդ դեպքում խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանի ցնդաբանությունները չցիտել, որովհետև հակառակ պարագայում, եթե ես պետքա պատասխանեմ Ռոբերտ Քոչարյանին, ով ամերիկյան ներդրումային ծրագրի մեջ փորձում է ներգրավել, ներքաշել Ռուսաստանի Դաշնությանն ու Չինաստանին, ինչը ըստ երևույթին ԱՄՆ այս ներդրումային ծրագիրը մեծ հաշվով միջինասիական պետությունները Չինաստանից պոկելու մասին է։ Այդ դեպքում խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին եկեք մի կողմ դնենք, որովհետև նրա արտահայտած մտքերը ցնդաբանություն են։ Մարդախոսում այդ ձեռք բերված պայմանավորվածություններից, ով ում կառավարման տարիներն աչքի են ընկել գույք պարտքի դիմաց միանձնյա զիջումներով, վերև նստված ներքևը Վլադիմիր Պուտին սկզբունքի գործադրմամբ եւ Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակի արտահայտած մտքերին ես չեմ ուզում անդրադառնալ այսքանով։ Իսկ ինչ վերաբերում է իշխանականների ցնծությանը, դե կներեք էլի ձեռքբերում ունեն մարդիկ, եկեք այստեղ արդար եւ ազնիվ լույսի ներքո էս ամեն ինչը դիտարկենք, ես ինքս աչքի եմ ընկել բոլոր ժամանակներում հենց դրանով, որ իշխանությունների վատ արարքները կամ ոչ այնքան բարենպաստ Հայաստանի Հանրապետության համար արարքները քննադատել եմ անողոքաբար, իսկ լավ արարքների դեպքում ծափահարել եւ քաջալերել եմ։
Հիմա այդ դեպքն է, իրականում տեղի ունեցել պատմական այց, պատմական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության համար, պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հենասյունն ու հենակետը, եթե կուզեք անգամ, լինելու։ Եվ սա օրվա իշխանությունների ձեռքբերումն է մի անձնյա։ Բոլոր այն ուժերը, ովքեր փորձում են առողջ դիրքերից իրենց դիրքավորել կամ առանձին դեպքերում արբանյակի դերը իրենց ուսերին ստանձնած փորձում են դա տանել, բայց տեղն եկած տեղը օրվա իշխանություններին թիկունքից հարվածում են եւ հայտարարում են, որ իրենք ավելի լավ գիտեին, իրենք ասել էին, իրենք պատկերացնում էին, իրենք էին բանակցում, եթե շատ խորանանք։ Սա հերուրանք է։ Սա Հայաստանի Հանրապետության իշխանությունների, եթե անձնավորված ասեմ, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ձեռքբերումն է։ Երկաթյա ձեռքբերումն է։ Ու թող որևէ մեկը չփորձի սա սեփականաշնորհել ու իրենովը դարձնել։ Առնվազն ես հանրության մաս լինելով թույլ չեմ տալու։ Թույլ չեմ տալու իրականությունը բարձրաձայնելու, որովհետև բանակցել է Միացյալ Նահանգների հետ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունն օգոստոսի 8-ին ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններն են Միացյալ Նահանգներից ներդրումներ բերել։ Եվ իրենք են դրա այդ դափնիների մի անձնյա կրողը Նիկոլ Փաշինյան եւ Արարատ Միրզոյան զույգը։ Իսկ մնացած բոլորը, ովքեր քոչարյանական դիրքերից փնովում են, ոչ քոչարյանական մի փոքր այդպես սողացող քաղաքական գործի դիրքերից փորձում են իրենց վրա վերմակը քաշել։ Պետք է ասեմ, հանգիստ նստեք տեղները, իշխանության ձեռքբերումն է։ Ինչպես որ իշխանության ձախողումն է Հայաստանի Հանրապետության ներսում արդարության եւ արդարադատության չհաստատումը։ Սա էլ վատ առումով իշխանության ձեռքբերումն է, որի համար ես քննադատում եմ, որի համար ես խնդիր ունեմ օրվա իշխանությունների հետ, բայց արտաքին քաղաքական դաշտում օրվա իշխանությունները արել են առավելագույնը եւ դրա պատուղները Հայաստանի Հանրապետությունը շատ մոտ ապագայում կտեսնի։ Ներդրումներ դուք այդ 9 միլիարդը նկատի ունեք, պարոն Մկրտչյան, դրա մասով առհասարակ թրիփ ներդրումային ծրագիրը նկատի ունեմ։ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, սա նկատի ունեմ, որ ակնհայտ է, չէ՞, Դոնալդ Թրամփի ներգրավումից անմիջապես հետո տարածաշրջանում իրավիճակը կայունացել է, գոնե թե հայ-ադրբեջանական սահմանին մենք չունենք կրակող զենքերն այլևս չեն կրակում եւ զոհեր փառք Աստծո չունենք եւ սա եւս օրվա իշխանությունների ձեռքբերումն է, թող որևէ մեկը իր անձնական ձեռքբերումը կամ իր վրա վերմակը չքաշի։ Եվ այս համատեքստում այո, բայց այդտեղ քննադատություն կա կամ մտահոգություն կա, նույն Թրամփը հավերժ չէ, պարոն Մկրտչյան։ Շատ լավ, դրա համար ես գոնե խնդիրներ կան վարչակազմի հետ կապված։ Ես ընդունում եմ դա եւ ես գոնե իմ վերջին հարցազրույցներում պնդում եմ, որ սա անձնական հարաբերությունների վրա հենված ձեռքբերումներ են եւ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ պետք է անի ինստիտուցիոնալ դաշտում սա ամրագրելու համար, որպեսզի սա ավելի շատ եւ առաջին հերթին լինի Հայաստանի Հանրապետություն եւ Միացյալ Նահանգներ ձեռքբերում եւ ձեռքբերումներ, քան Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ լավ հարաբերությունների եւ պայմանավորվածությունների արդյունք, որպես այդպեսի։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը այստեղ էլ դիրքերը ամուր է Հայաստանի Հանրապետության, ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանը ունի արդեն իսկ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրած Միացյալ Նահանգների հետ, ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանի Հանրապետությունում ըստ այդ ստորագրված գործընկերության ռազմավարական պայմանագրի գործողություններ են հետևում եւ գետնի վրա արդեն ներդրումներ են գալիս եւ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը սկսում են ի կատարածել